Բարի օր, հարգելի դիտորդներ։ Ելնելով ստեղծված իրավիճակից խիստ անհրաժեշտ համարեցինք սկսել մի տեսաշար, որը նվիրված կլինի Արցախի վտանգված պատմամշակութային ժառանգությանը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո փոխվեց ամեն ինչ, եւ այսօր Արցախում, որը զրկվել է իր բնիկ ժողովրդից, բնիկ մնացել է միայն պատմամշակութային ժառանգությունը, որից Ադրբեջանը ամեն օր ինտենսիվ կերպով փորձում է ազատվել։ Այսօր Արցախում մնացած մեր պատմամշակութային ժառանգությունը ֆիզիկական ոչնչացման, օտարման վտանգի տակ է։ Ադրբեջանը ոչ միայն ֆիզիկապես ոչնչացնում է մեր եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, այլ նաև դրանք օտարում է, խլում է մեր պատմությունը մեզանից եւ այն դարձնում է, աշխարհին ներկայացնում է որպես աղվանական։ Այսօր Ադրբեջանը Արցախում շատ ինտենսիվ կերպով աղջատում է նրա մշակութային պատկերը, ամենուր կառուցելով մզկիթներ, նույնիսկ այն բնակավայրերում, որտեղ պատմության ընթացքում որևէ մզկիթ չի եղել։ Դրանով իսլամացնում է Արցախի տարածքը։ Տեսաշարով մենք փորձում ենք թե թարմ պահել մեր հիշողությունը, որի դեմ պայքարում է Ադրբեջանը, եւ թե փորձում ենք մի փոքրիկ հակահարված տալ այն հակահայկական քարոզչությանը, որ իրականացնում է Ադրբեջանը։ Կփորձենք մեր հանդիսատեսին, ինչու չէ նաեւ աշխարհին ներկայացնել Արցախահայության կողմից դարերի ընթացքում ստեղծված այն ժառանգությունը, որն այսօր գտնվում է ֆիզիկական վտանգի տակ։ Ադրբեջանը իդեմս այդ ժառանգության պայքարում է, պատերազմում է մեր հիշողության, մեր ինքնության եւ Արցախում մեր լինելիության դեմ։ Ուստի մենք պետք է ապրեցնենք այդ հիշողությունը, մինչեւ որ կհասնի բաղձալի պահը։ Իսկ այդ հիշողության կրիչները, կրկնում եմ, մեր հուշարձաններն են, որոնք այսօր կատարում են մեր հողի պահապանների դերը։ Այս տեսաշարով մենք յուրաքանչյուր անգամ ձեզ կներկայացնենք մի նոր հուշարձան, մի նոր խաչքար, մի նոր եկեղեցի, որին ծանոթանալով կծանոթացնենք նաև աշխարհին, տեր կանգնելով մեր հիշողությանը, տեր կանգնելով մեր ինքնությանը, որի վկաներն այսօր ծանր իրավիճակում են հայտնվել։ Արեգակի երկրին մերձենալու այդ տեղը արցախցիները կոչել են Ամ-Արև Աստ, այսինքն Աստ, այստեղ արևը երկրի մոտենում է տարին մեկ անգամ, Ամ-Արև Աստ։ Ամ-Արև Աստ ասելով այս վայրը կոչեցին Ամարևաստ։ Արցախցի արևապաշտ նախնիները համոզված էին, թե արևը տարին մի անգամ մոտենում է Ամարևաստին եւ այստեղից Արցախի սառուձորերում այնքան ջերմություն թողնում, որ բավականացնի ամբողջ տարին եւ սառնամանիք չլինի։ Ղևոնդալիշանն ասում է, դա գավառի գլխավոր շեներից մեկն էր, կարծեմ Դիցավանը, քանի որ անունը գրվում էր նաև Ասարաս, որ հիշեցնում է Արամազդը։ Արցախի սրտում, Մարտունու գոգահովտում, Խազազ եւ Լուսավորիչ սարերի միջև կանգնած է մի հնագույն վանք, որ դարերով պահել է հայ ժողովրդի հավատը, կրթությունը եւ դիմադրության ուժը։ Հենց այստեղ հեթանոսական տաճարի փլատակների վրա Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին հիմնել է եկեղեցի, իսկ նրա թոռը Գրիգորիսը 338 թվականին նահատակվել է հայոց արևելից կողմերում ու դրանից հյուսիս աղվանքում քրիստոնեություն տարածելիս։ Նրա մարմինը բերել եւ ամփոփել են հենց այս վանքում, Ամարասում։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացել է Արցախի առաջին դպրոցը։ Այս պատերից ներս առաջին անգամ հնչել են հայոց նորաստեղծ տառերը ու սկիզբ է առել Արցախի հայեցի դպրությունը։ 489 թվականին Վաչագան բարեպաշտ թագավորը գտել է մոռացված գերեզմանը, հավաքել Գրիգորիսի մասունքները եւ կառուցել Սուրբ Գրիգորիսի մատուռը նրա թաղման վայրում, որը մինչ օրս պահպանվել է վանքի եկեղեցու բեմի տակ։ Այն ստորգետնյա ուղղանկյուն թաղածածկ կառույց է, ընդերկայնական, հյուսիսային եւ հարավային պատերին մեկական մուտքով։ Շեշտված պայտաձև թաղածած նախամուտքերն ունեն
երկրաչափական եւ բուսական թեմաներով արխայիկ զարդաքանդակներ։ Այդ ժամանակներից Ամարասը դարձել է ոչ միայն աղոթքի, այլև հիշողության եւ հավերժության տուն։ Հենց այս մատուրն է, որ մինչև այսօր համարյա նույնությամբ պահպանվել է Ամարասի վանքի հետագայում կառուցված եկեղեցու բեմի տակ։ Դարերի ընթացքում վանքը բազմիցս ավերվել է, երբեմն արաբների, երբեմն մողոլ թաթարների, երբեմն Լենգ Թեմուրի արշավանքների ժամանակ։ 7 անգամ թշնամին քարը քարի վրա չի թողել, բայց ամեն անգամ, երբ թվում էր, թե Ամարասն այլևս չի վերապրի, նրա կամարների տակ կրկին հնչում է հայերեն աղոթքը, եւ նրա պատերը նորից վեր են հառնում։ 9-րդ դարի սկզբին վանքն ու ողջ գավառը ասպատակել են արաբները։ 13-րդ դարում այն կողոպտել են մողոլ թաթարները։ Օրբելյանը նշում է, որ մողոլ թաթարների առաջնորդ Բաթուխանը թալանել է վանքն ու տարել հայոց արևելից կողմանց հոգևոր իշխանության գլխավոր խորհրդանիշը։ Խոսքը Գրիգորիսի գավազանի մասին է եւ մի խորհրդավոր խաչի, որ 36 ակներ ուներ։ Հերթական անգամ Ամարասի վանքն ավերվել է 1387 թվականին Լենգ Թեմուրի արշավանքների ժամանակ։ Տեղի բնակիչները պատմում են, որ նա հրամայել էր դեն նետել վանքի քարերը, լցնել մոտակա գետը, որպեսզի այլևս չվերակառուցվի։ Բայց բնակիչները մեկ առ մեկ հավաքել են քարերը ու նորից վեր է հառնել Ամարասի վանքը։ Անգամ այդպիսի բարդ իրավիճակներում վանքում գործել է դպրոցը եւ համալիրը շարունակել է մնալ որպես կրոնական եւ մշակութային կենտրոն։ 15-ից 17-րդ դարերում Ամարասը դարձել էր կարևոր ձեռագրական կենտրոն, որտեղ գրվել եւ ընդօրինակվել են մի շարք ձեռագրեր։ 17-րդ դարի 3-րդ քառորդում Պետրոս Կաթողիկոսը նորոգել է Ամարասը եւ վերջինիս հոգեորականների համար ամառանոց ծառայող Հերհեր գյուղում կառուցել Գրիգորիսի անվամբ նոր եկեղեցի, որի հարավային դռան ճակատի արձանագրությունը ոչ միայն հայտնում է Հերհերի Սուրբ Գրիգորիսի եկեղեցու կառուցման ժամանակն ու հանգամանքները, այլև ներկայացնում է Ամարասում կատարված աշխատանքները, բազմաթիվ կից ենթակառույցներով շրջապարիսպների կառուցումը, Ամարասի եկեղեցու նորոգումը եւ հարդարումը։ 19-րդ դարի 2-րդ քառորդում Արևելյան Հայաստանը Ռուսաստանի միավորվելուց հետո Ամարասի վանական համալիրը, որն ուներ 17-րդ դարում կառուցված բավականին ուժեղ պաշտպանական համակարգ, օգտագործվել է որպես սահմանամերձ ամրոց։ Իսկ 1832 եւ 1847 թվականներին ծառայել է որպես ռուս սպասկական սահմանի մաքսատուն։ Այս ժամանակներից սկսվել է վանքի ամայացումը։ Ականատես Սարգիս Ջալալյանցը ցավով նշում է. Առաջին տեսության իմում վանքն Ամարաս էր իշինության, ըստ որում ի սենյակս նորեն զետեղյալ կայր արքունի մաքսատունը եւ վարդապետ ոմն, որ սպասավորեր դամբարանի Սերփոյին Գրիգորիսի, իսկ այժմ հեռացել է անդի որպես մաքսատուն նույնպես եւ վարդապետն եւ վանքն Ամարասյա մնացել է հավերակ դրության։ Առավել վնասվել էր եկեղեցին, իսկ պարիսպներն ու աշխարհիկ շենքը ավելի քիչ են դուժել։ Խարխլված եկեղեցին վերականգնվել է 1858 թվականին շուշեցի հայերի օժանդակությամբ։ Իսկ 1898 թվականին ճարտարապետ Միքայել Տեր Իսրայելյանցը պատրաստել է Գրիգորիսի նոր տապանակարը։ Խորհրդային տարիներին վանքը լքված էր, բայց 1992-ին այն կրկին բացեց իր դռները։ 2014 թվականին եկեղեցու արևելյան կողմում իրականացված հնագիտական պեղումները փաստեցին, որ Գրիգորիսի դամբարանն ունեցել է արևելյան մուտք, որը ենթադրվում էր, բայց փաստագրված չէր։ Այն բավական շքեղ է, 2 մետր լայնությամբ եւ 2.5 մետր երկարությամբ սալահատակով, որը քրիստոնեական այլ կառույցներում բացակայում է։ Բացվել է դամբարանի միջանցքի շարունակությունը նաև արևելյան հատվածում։ Դրսից բացվել է մատուռի գետնախարիսխը, որն ունեցել է վերգետնյա ու ստորգետնյա հատված։ Մուտքի բացված հատվածն ուներ աստիճաններ, որոնցով իջնում են դեպի դամբարան
եւ արկա է նախազրահ կամ հարթակ, որտեղից կարող էր լինել ցուցադրական կամ արարողակարգային կապ դամբարանի հետ։ Ամարասի վանական համալիրի լիարժեք վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի սեպտեմբերին Լուիս հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն էր ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները համալիրի լիարժեք օգտագործման համար, նոր շունչ տալով հայ ժողովրդի համար կարևորագույն պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձանին։ Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքներն արդեն գտնվում էին ավարտական փուլում եւ պետք է ամփոփվեին 2023 թվականի դեկտեմբերին։ Ընդ որում, Արցախի ու ողջ հայության քրիստոնեական արժեքների պահպանման առաջնագծում կանգնած Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքները չէին դադարել անգամ Արցախի 10 ամիս տևած շրջափակման պարագայում։ Թվում էր Ամարասը պատրաստվում է նոր դարերի։ Ամարասի վերանորոգման աշխատանքների այս լուսանկարները կատարվել էին պատերազմական գործողություններից րոպեներ առաջ։ Ամարասը միայն վանք չէ, այն պատմություն է, որն ապրում է քարերի մեջ, սերունդների հիշողության մեջ, աղոթքի մեղմ հնչյուններում։ Այն վկայությունն է, որ հավատքը չի կոտրվում նույնիսկ ամենածանր փորձությունների մեջ։ Երբ արևը ծագում է Արցախի սարերի վրա եւ իր առաջին ճառագայթներով հպվում Ամարասի բեմին, թվում է ժամանակը կանգ է առնում։ Եվ այս վանքը նորից ու նորից վկայում է. հայ ժողովուրդը կքանդվի, կվերաշինվի, բայց երբեք չի կորչի։